Բարև ձեզ, իմ զրուցակիցը բժիշկ Հայկ Մանասյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Հայկ Մանասյանը շատ ակտիվ զբաղվում է հանրային գործունեությամբ, բայց այսօր ավելի շատ ոլորտային զրույց ունենանք։ Նախ սկսենք այս պահին ձեր ոլորտում ամենասուր խնդիրը որն է ձեր կարծիքով։ Ոչ թե նեղ մասնագիտական ոլորտում, այլ առողջապահության ոլորտում։ Խնդիրները շատ են, բայց այդ բոլոր խնդիրները, եթե ամփոփենք, հնարավոր է լուծել համապարփակ, ապահովագրական համակարգի ներդրումով, թե չի օրինակ մասնագիտական որակի խնդիր կա։ Լավ բժիշկներ չունենք, թե համապատասխան վերապատրաստումների անհրաժեշտություն կա, թե խնդիր կա, որ իրենք բարձր աշխատավարձ ստանան, չգնան երկրից։ Google-ի արհեստական բանականությունը Հայաստանում աշխատող բժիշկների երևի մի 60%-ից ավելի լավ, բազմապատիկ ավելի լավ կոնսուլտացիա, դիագնոզ ու բուժում կանի, քան թե պրակտիկ աշխատող բժիշկները, մոտ 60%-ից։ Ես աշխաչափով բան եմ ասում։ Եթե ուզում են օբյեկտիվ իրականությունը տեսնեն, այսինքն ոչ թե կենացներով ենք շփվում, այլ իրական ուզում ենք, ես վերցնեմ այդ արհեստական բանականությունը, ես գաստրոենտերոլոգ եմ։ Վերցնեմ Google-ի արհեստական բանականությունը, ոչ վիրահատական, ոչ վիրաբուժական, ցանկացած ոլորտի մասնագետ։ 50 հոգի բերեք, ես ցույց տամ, որ 25-ից ավելը 30 հոգուց ավելը չեն դիմանում արհեստական ես նստեմ որպես օպերատոր արհեստական բանականության վրա ցանկացած խնդիր տեստային կլինի իրական կյանքից կլինի դիագնոստիկ կլինի թե բուժական կլինի տարբերակի ճախտորոշում կլինի թե ինչ ուզումա լինի արհեստական բանականությունը այսօրվա դրությամբ բժշկի ձեռքում երբ որ դու ասում ես որ բժիշկ ես եւ ֆիլտրում ես իր ներկայացրածը հա պացիենտը կարող է այդ աստիճան չկարողանա հմուտ բանացնել բայց այդ է վիճակը ու ասենք այդ վիճակը առաջ անցնելով դա որակի խնդիր է որը կարելի է այսպես լուծել ուղղակի այդ արհեստական բանականությունը դնել պրակտիկա բոլոր բժիշկների ձեռքի տակ դնել ասել սրանով աշխատեք էլի այդ մարդը ինչու է գալիս հիվանդանոց ինքը կբանեցնի կարևոր որ դուք նշեցիք որ մասնագետի ձեռքով որտեվ հիմա մասնագետները այդ խնդիրներ են բարձրաձայնում որ մարդիկ շատ հաճախ իրենց փորձում են լուծումներ գտնել արհեստական բանականությամբ հարցնելով բուժումներ այստեղ ռիսկեր կան եթե կարող են թողանեն չեն կարող այդ սկսենք դա գործիք է սա գիտեք պատկերացրեք կան հաշվապահական բազմաթիվ ծրագրեր բայց մեկը ձեզ հաշվապահը պետք է կա կալկուլյատոր այսպես շատ պարզունակ եմ ասում կա կալկուլյատոր բայց մեկը ձեզ հաշվապահը պետք է այսինքն կան գործիքներ որոնք այսօր մեր աշխատանքի արդյունավետությունը բազմապատկում են Այսինքն ձեր առաջարկը այն է, որ բոլոր բժիշկները վերապատրաստվեն արհեստական բանականության հետ ճիշտ համագործակցության իմաստով։ Նայեք, երբ որ դուք օրինակ արհեստական բանականության հետ աշխատում ես, ոնց ես աշխատում։ Իմ պրակտիկան ասեմ։ Հիվանդները զուտ հիվանդներ չեն, այսինքն միայն մարսողական կամ լյարդի հիվանդություններ չեն։ Կա սիրտանոթային խնդիրներ, էնդոկրին խնդիրներ, երբեմն մաշկային խնդիրներ։ Իդեպ ես հենց խոսում եմ Google-ի ընդհանուր օգտագործման բանականության մասին։ Կան նեղ մասնագիտական բժշկական բանականություններ, որոնք օրինակ մաշկաբանության մեջ բժշկից ոչ պակաս ավելի լավ նկարը տալիս է այդ մաշկային ախտահարման։ Ինքը բժշկից ոչ պակաս ավելի լավ դիագնոզ է դնում։ Նույնը ռենտգենին է վերաբերվում։ Նույնը վերաբերվում է համակարգչային շրտագրությանն ու MRT-ին։ Սրանք ոլորտներ են, որոնք դիագնոստիկ նշանակությունը մեզ համար այն ամենախրթին ու ամենակենսականներից է։ Եվ այսօր կան նեղ մասնագիտական արհեստական բանականություններ, հələ դրանց մասին հələ չեմ խոսել, հա, արդեն խոսեցի։ Դրանք եթե մենք բերենք ներդնենք, այսինքն ես ոչ թե ասում եմ եկեք բոլորը Google-ի, ասենք Gemini-ից օգտվեք, ChatGPT-ին մի քիչ խնդրահարույց է այս առումով, հա, սկզբում ChatGPT-ով եմ շատ փորձել, հետո անցել եմ Google-ի արհեստական բանականություն։ Կան նեղ մասնագիտական, այդ նեղ մասնագիտականը դնում ես երկրումը, առողջապահական համակարգը, նույնիսկ եթե այնտեղ կան որոշակի հարցեր, քո սեփականը դա կարա լինի, երկրի սեփականը կարա լինի։ Ու բոլոր բժիշկները դրա հետ հաղորդակցվում են։ Բոլոր բժիշկները դրա հետ այնտեղ ինքը իր learning-ը բանականության կրթվելը, սկզբում ինքը կրթվում է, հետո մտնում է պրակտիկ կիրառության։ Կրթվելու մեջ բոլոր ուղեցույցերը, այն որ ասում ենք ուղեցույցները թարգմանենք, տեղայնացնենք, չէ՞ որ մենք ապացուցողական, այդ դարն անցավ։ Ուղեցույցը էլ պետք չի թարգմանել։ Դու տալիս ես արհեստական բանականությանը, ինքը փնտրում ամեն տարի մեկ օրվա ճշտությամբ թարմացած գիտական ինֆորմացիան իր մեջ
ինքը իրեն կրթում է, հետո քեզ դառնում է կոնսուլտանտ պացիենտի հետ աշխատանքի ժամանակ։ Դա թե դելի եմ ասում դիագնոզը, թե բուժումը, թե պացիենտի կյանքը ինչով է դա հեշտացնում։ Դուք ձեր մասնագիտական տեսանկյունից նու կոպիտ ասած, շատ կոպիտ, երաշխավորված որակ է ստանում։ Գիտելիքահենությունը ամեն կոնսուլտացիայի ժամանակ դուք չեք կարող բժշկին ստուգել ինքը ինչքանով է ապացուցողական բժշկության համապատասխան անում։ Եթե ինչ որ բաներ չի ուզում անի բանականության խորհրդով, դա էլ կարա լինի, այդպես չի որ դա, բայց դա կարա լինի երևի դեպքերի մի 10, 15, 20%-ը, այսինքն բոլոր քո ունեցած կլինիկական դեպքերի 80%-ը ինքը լրիվ բավարարում է, բայց էլ եմ ասում, դա պետք է մասնագիտական փորձառությամբ ֆիլտրով անցկացնել։ Իսկ այս խնդիրը ինչ որ չափով դա կլուծի, օրինակ մարդը գալիս է X բժշկի մոտ, ձեզ մոտ։ Եվ դուք ասում եք, գիտես, գնա մի հատ սիրտը ստուգի, գնա մի։ Եվ մարդը գնում է լինում է բոլոր մասնագետների մոտ, վերջում գալիս է, վերջում էլ էլի վերջնական ինչ որ մի արդյունք իրան չի տրվում։ Շատերն են դրա հետ առնչվել։ Ուղարկում են տարբեր մասնագետների մոտ եւ վերջում միևնույն է հստակ բան չի ասվում։ Այսպես թե այնպես, եթե մարդը մի քանի խնդիրներ ունի, պետք է մի քանի բժիշկ աշխատեն։ Բայց օրինակ, արդեն իսկ մարդը գտնում է, օրինակ, էնդոկրինոլոգի, այսինքն շաքարային դիաբետ ունի, գտնվում է էնդոկրինոլոգի վարման տակ եւ սրտաբանի վարման տակ։ Հո ամեն քեզ հետ շփվելուց դու չես ուղարկելու նորից իր բժիշկների մոտ։ Որոշակի բաներ կան, որ ընդհանուր գծերով կարելի է իմանալ, կամ եթե չի կարելի իմանալ, կարելի է հարցնել արհեստական բանականության։ Օրինակ, բազմաթիվ դեպքեր են, զանգում են, ասում են, այս դեղը կարելի է իմ պացիենտներին այլ ատամնաբուժ է ենթադրել։ Զանգում ասում է, ուզում եմ ես ինչ անտիբիոտիկ տամ, կարելի է թե չէ։ Այնք իրենց ես հարցնում։ Քո հիվանդն է, չէ՞։ Իմ հիվանդն էլ է, բայց ով պիտի որոշի, ամեն մեկ իր նշանակած դեղին պիտի տեր լինի, այսպես ասած։ Մտնում ես, տեսնում ես այդ դեղը հակացուցված է թե հակացուցված չի։ Այլ դեղեր է ստանում, տեսնում ես ռեակցիա տալիս է, փոխազդում են իրար հետ թե չէ։ Այս դեպքում պատասխանատվությունը հասցեական է։ Այս դեպքում կասեն ոչ, պատասխանատվությունը մնում է բժշկի վրա։ Իսկ հակառակ դեպքում ոչ ես կարող ասել արհեստական բանականությունը սխալվեց կներեք։ Դե ստոմատոլոգի խնդիրն է, կամ այն մյուս գոլեգայից խնդիրն է, իմ խնդիրն է դա։ Ցանկացած բժիշկ վերջին հաշվով իր ստորագրությամբ է պատասխան կրում այդ եզրահանգման եւ այդ նշանակման բուժման համար։ Էլի սա գործիք է, սա ոչ թե փոխարինում ես մարդուն ապարատով, դու փոխարինում ես հոգսը լուծումով։ Այսինքն ժամանակը կրճատվում է աշխատանքը։ Այո, ժամանակը որակա։ Նայեք, դեղատանը կա 500 անուն պրեպարատ։ Ինձ ասեք մի բժիշկ, որ դրա կեսը գիտի։ Այդ 500 անուն պրեպարատի գոնե կեսը գիտի, իհարկե չգիտի, պարտավորել չի իմանա, ինքը գիտի 30 դեղը։ Հիմա այդ իր իմացած 30 դեղը, որ ինքը ամեն օր կիրառում է, միգուցե դա 30 էլ չի, ավելի քիչ է։ Ինքը գիտի այն 250 դեղի հետ ոնց են փոխազդում։ Իհարկե չգիտի։ Պետք է չիմանա, դրա համար կան հատուկ կալկուլյատորներ։ Օրինակ Medscape-ը ունի դեղերի փոխադրության կալկուլյատոր։ Դու մտնում ես, գրում ես դեղերի ցուցակը, ինքը ասում է որ դեղը որի հետ է փոխազդում եւ խորհուրդ է տալիս, թե որը ինչքան ուշադիր հետևես եւ նաեւ այսպես ասած հրահանգում է, թե որը ոչ մի դեպքում չի կարելի անել։ Պարոն Մանասյան, մեր բժիշկների քանի տոկոսն է օգտվում այս հնարավորությունից։ Արդյոք դրանք པարզ բաներ չեն։ པարզ բան հայերեն գրում ես, էլի։ Իսկ ինչն է խնդիրը։ Սովորույթի ուժը ամեն մի նորարարություն այդպես միանգամից չի գալի։ Ես մոտավորապես դուք գիտեք, չէ, երկրներ կան, որ հələ եզով ու ասեն գութանով կարան։ Բայց 100 տարի առաջ միջավայրի բժիշկները օգտվում են այդ գործիքից։ Քիչ, որովհետև մեծ երկու խնդրեմ կա։ Առաջին, դա պացիենտների վերաբերմունք է։ Եթե պացիենտը տեսնում է, ես սկզբում փորձել եմ անել, ամեն պացիենտի ասում եմ հիմա ես ձեր кейսը, հետո լրացնում եմ, չէ, իր ամբողջ պատմությունը։ Ասում եմ հիմա այս ամեն ինչը ես տալիս եմ արհեստական բանականության, տեսնենք նա ինչ կասի։ Ձեզ թերահավատորեն են վերաբերվում։ Այ ասում եմ գնացի ես իր մոտ, վճարեցի ես իր, ինքը արհեստական բանականությանն էր հարցնում։ Հենա ես կհարցնեի։ Իբրև ինքը կարար այդպես հարցներ, կամ հենա ես կհարցնեի։ Սա մի խնդրեմ, որ ժողովուրդը պիտի հասկանա, որ եթե հաշվապահը կալկուլյատորից օգտվում է, դա ոչ թե ինքն էլ կարար այդ կալկուլյատորը, կարա իր օգտվել էլի, օգտվի։ Ես դեմ չեմ։ Դե մարդիկ կան օգտվում են սխալ բուժումներ են անում, սխալ դեղեր են խմում։ Այդ մարդիկ պետք է մի հատ հասկանան, ինչքան կարող են իրենք օգտվել, ինչքան տեղ պետքա զգուշավոր լինել։ Երկրորդ մեծ խնդիրը, որ գոլեգաների կողմից դա կարա ճիշտ չընկալվի, օրինակ եթե վերցնի ասոցիացիաները մասնագիտական եւ ասեն, որ անցնում ենք այս ռեժիմին աշխատանքային, սա շատ ավելի հեշտ շատ ավելի արագ կտարածվի այս ամեն ինչը եւ եթե պացիենտներն էլ սովորեն որ դա իրենց առողջության համար է, որակի համար։ Եք ասեն այնտեղ մեկը միգուցե անգրագետ է, օրինակ, եւ քողարկում է իր անգրագիտությունը արհեստական բանականության հետ շփվելով։ Նախ, եթե նա անգրագետը արհեստական բանականությունից ամեն անգամ հարցնով դառնում է գրագետ։
սկսում ես սովորել, էսի առաջին, որտեղ սկզբում կտաս 10 հարց, այն մյուս անգամ կարող է 5 հարց տաս, ինստինկտիվ դա դառնում է ամենօրյա վերապատրաստման աչքի չմնող ծրագիր։ Դա ստացվում է դու վերապատրաստվում ես ամեն օր։ Ամեն անգամ որ հարցնում ես նայել քեզ ճիշտը պատասխանում, բայց չեղա վերապատրաստում։ Նախ շարունակական վերապատրաստում է ապահովում։ Երկրորդը, այդ բժիշկը հիմա էլ, եթե 1000 ներողություն, ես 1000 ներողություն իհարկե, այսպես գրեհիկ թեմաների համար իմ կողմից ներկայացնում, բայց եթե անգրագետ է, ինքը այսօր էլ այդ անգրագետը ձեր կյանքի հետ խաղերը անում է, դուք չեք իմանում։ Այսօր էլ ինքը այդպես 8 հատ դեղ է գրում, որոնց միջից մեկն է ընդամենը բուժիչ ազդեցություն ունեցող։ Այդքան է հասկանում, ասում է ոնց բուժեմ։ Հիմա նայ մտածում եմ ոնց։ Այսինքն հավանականության տեսությունը այդքանը նշանակում է, 5-ից 1-ը կազդի, 7-ից 2-ը կազդի։ Էդի տենց բանալիզները, որոնք էլի փող են, համ փողա դեղը, համ փողա անալիզը եւ հետազոտությունները։ Անալիզը 20 հատ անալիզա տալի, ոնց էլ չլինի, այն 3-ի մեջ մի բան կգտնի։ Դա շատ կարևոր թեմա է, հիմա արհեստական բանականությունը թողնում ենք մի կողմ եւ այս մասը։ Մարդը ինչպես հասկանա, որ իրեն անհրաժեշտից ավելի շատ անալիզներ են նշել։ Եվ արդյոք այդպես ինքը կարող է դատողություն անել բժշկի որակի մասին։ Ես օրինակ մտածում եմ, որ եթե բժիշկը շատ արհեստավար է, կարիք չունի, որ անթիվ անհամար անալիզներ հանձնի, այսինքն ավելի քիչ տվյալներով էլ կարող է հետևություն անել, բայց մյուս կողմից կա մյուս ծայրահեղությունը, որ միգուցե կլինեն ինչ-որ ռիսկեր, որոնք պետք էր բացառել, բայց այդ անալիզը չի արվել։ Պացիենտը ինչ-որ մի կերպ կարող է կողմնորոշվել, թե ոչ։ Մի պացիենտը մի բժշկի հետ շփվելուց չի կարող, բայց եթե մի 10 պացիենտներ ընդհանուր կապի մեջ լինեն, տեսնեն այդ բժիշկը բոլորին շատ անալիզներ է նշանակում եւ շատ դեղեր է քանակապես նշանակում, կարող են արդեն գլխի ընկնել, որ դա խնդրեմ կա։ Էդ էլ բայց դիագնոզից ու մասնագիտությունից է կախված։ Խնդիրներ կան, որ ուզած չուզած բռով դեղ պետք է խմի պացիենտը, խնդիրներ կան, որ հնարավոր է 1-2 դեղով էլ սահմանափակվել։ Սրա հսկողությունը պացիենտները չեն կարող անել, ընդհանրապես լավ փորձը ցույց է տալի, որ դրա հսկողությունն անում են ասոցիացիաները մասնագիտական։ Այսինքն կան մասնագիտական ասոցիացիաներ, որոնք իրենց բժիշկների Եթե օրինակ ինչ-որ բողոք կա, ինչ-որ հարց կա կամ ինչ-որ կոլեգաների մեջ, իրենց բժիշկներին որոշակի ուղղության մեջ են պահում, իրենց են բժշկական աշխարհը ինքը իրեն վերահսկում է, ավելի բարձր վարպետություն ունեցող եւ գիտնականի աստիճան ուրեմն բժշկությունը տիրապետողը վերահսկում է ավելի։ Մենք ունենք այդպիսի ասոցիացիաներ, գործող ասոցիացիաներ ունենք, բայց այդ ֆունկցիան ասոցիացիաները չեն իրականացնում։ Մեզ մոտ այդ ֆունկցիան պատվիրակված է, չի պատվիրակված։ Ենթադրվում է, որ առողջապահության նախարարությունը պիտի անի, բայց առողջապահության նախարարությունը եթե նույնիսկ պիտի անի, ինչ պիտի անի, պիտի գնա այդ ասոցիացիաների պրոֆեսորների խնդրի, չէ, ասի եկեք ստուգեք։ Էլ առողջապահության նախարարությունը այդ միջանկյալը ինչի անում։ Եթե ընդունված լինի, որ օրինակ բժշկին լիցենզիա է տալիս, ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ ասոցիացիան։ Մի անգամից ասոցիացիան դառնում է որակի վերահսկող։ Մարդը իր խնդրով գնում է բժշկի մոտ, ինքը չի կարող ընկնել ասոցիացիայից ասոցիացիա։ Չէ, դուք ճիշտ չհասկացաք։ Մարդը գնում է բժշկի մոտ ու գիտի, որ այդ բժշկին լիցենզավորել է իր մասնագիտական ասոցիացիան։ Այսինքն արդեն հանգիստ կա։ Արդեն ինքը գիտի, որ այդ բժշկի գիտելիքը եւ փորձը եւ գործողությունները որոշակի վերահսկողության տակ են։ Կոնսուլտացիայի գինը բնորոշում է բժշկի մասնագիտական որակները։ Չէ, չի կարող, միանշանակ չի։ Այսօր շատ ուռճացված գներով դուք գիտեք, որ կոնսուլտացիաներ անող բժիշկներ կան։ Դա ինչ է նշանակում։ Նայեք, եթե ինչ-որ բժիշկ վերցնում է 20-30 հազար, դա էլ շատ չի։ Միած շատ կարևոր պահ կա։ Ինձ համար անընդունելի է, երբ որ սկսում են հիվանդին կաթիլ գումարը վերցնել, այդ դա ինձ համար անընդունելի է։ Օրինակ, բարև տվեց, կոնսուլտացիան անցավ, նշանակվեց անալիզներ, վճարեց։ Գնաց անալիզների 2 օր հետո այդ անալիզների պատասխանով գալիս է, նորից պետք է վճարի։ Այս ինձ համար անընդունելի է։ Այ ընկեր, քո կոնսուլտացիան է, սկսել ես, գործը սկսել ենք։ Մենք միասին սկսել ենք մի ընդհանուր ճանապարհ անցնել ձեր առողջությանը վերաբերող։ Գնացել անալիզը եկել է, գնացել այդ ամեն գնալ գալուց գումար վճարելը ես համաձայն չեմ։ Կամ միանգամից ասա, իմ կոնսուլտացիան արժի 1,000,000 դրամ, ենթադրենք։ Բայց ոչ թե ասենք գնա մի հատ էսրա համար վճարի, մի հատ նրա։ Նույնը հիվանդանոցա պարկել հիվանդը։ Պետքա, չգիտեմ, վիրահատվի կամ ինչ-որ բան անվի։ Անընդունելի է ինձ համար, երբ որ պացիենտին ասում են, այ այսքանա գումար հիմա վճարի ու սկսենք գործը։ Վճարում հետո մի հատ էլ սրա համար վճարի, մի հատ էլ նրա համար վճարի։ Այս անընդունելի է։ Մարդուն միանգամից ասեք, ինչ արժի ձեր գործը, ենթադրենք առաջիկա մի ամսվա ընթացքում։ Ինչի հետ է ինքը առնչվելու։ Այս գլխից ասեք, միգուցե այդ մարդը հենց այդ պահին փորձի ուրիշ ճանապարհով գնալ, ձեզ չդիմի։
Դուք անկեղծ ի սկզբանե ասեք, թեև շուկայի տեսանկյունից այդպես հեշտ է, քիչ-քիչ վճարելով ինքը այդքան էլ չի հասցնում դժգոհին։ Մեծագույն գործը բժշկության մեջ դա դիագնոզ դնելն է։ Դիագնոզ դնելը տարբեր անալիզներից իր սիմպտոմներից եւ նշաններից վերլուծություն անել եւ եզրահանգման գալը ամենաբարդ գործն է, ամենաշատ մեծ ինտելեկտ պահանջող գործն է։ Մեր ժողովուրդը հակառակը մտածում է, որ եթե սարքավորում է օգտագործվում, օրինակ գնացեք կոմպյուտերնի տոմոգրաֆիա արե, որով այն կոնք կոնտրաստով 80000 դրամ, 80000 դրամ վճարում է այդ մեծ $1 միլիոնանոց ապարատը, իրոք $1 միլիոնանոց ապարատը համակարգչային շերտակ կամ սոնոգրաֆիա արը 30-ից 50 մինչև $100,000 ապարատներ զոնդերով աստուգվե դրանք 50-ից $100,000 ապարատներ են որ պատկերացեք ուրեմն ասում եմ դե այդքան թանկ ապարատներ են այդքան գործողություն արեց բա իհարկե պիտի վճարեմ օրինակ ամենաէժան գաստրոսկոպիան քննացնելով 25000 դրամ է զոնդով մտնում է մի րոպե նայում դուրս են գալի բայց ոնց կարա բժշկի կոնսուլտացիան եւ բուժումը, որը մի ամիս, երկու ամիս տևելու է, որ իր վրա է վերցնում է հիմնական ռիսկը։ Այդ պացիենտին բան եղավ, բժիշկն է դատվում, ոչ թե հետազոտություն արած մարդը։ Հետազոտություն արած գոլեգաները ինչքան է ռիսկային է իրանց տեղը, ամենաթեթևն է։ Իրանց էլ են վտանգը, իրանք էլ են ռիսկի տակ, իրանք էլ կարող են սխալվել, բայց սխալը ճակատագրական է դառնում այ վերջի օղակում, ով որ գրում է այդ բուժումը։ Ես այսպես եմ ասում, ժողովուրդ, ձեր կարծիքով, այսինչ հիվանդանոցում դրած $1 միլիոն կատեի ապարատը, որին դուք վճարում եք 80000 դրամ, ավելի թանկ է, քան իմ գլուխը։ Այսինքն իմ ուղեղը $1 միլիոն ապարատի չափ չկա։ Բան չեք դու նրանք $80000 վճարում, ինձ չեք ուզում վճարեք, որտեղ չեք գնահատում։ Դուք ասում եք հայք ջան, դի չակո գլուխը որ։ Դրանից մենք էլ ունենք։ Այս շատ կարևոր բան է, որ պացիենտները պիտի ժողովուրդը պիտի հասկանա։ Ամենաթանկ բանը դա բժշկի ուղեղն է, դա այն $1 միլիոն ապարատները չեն։ Այ այդ ուղեղները, որ հոսում են երկրից, սիստեմատիկ 30 տարի շարունակ, մենք հայտնվում ենք չնայած վատ տեղում, չենք ահագին բարվոք է մեր վիճակը, բայց հայտնվում ենք այս տեսակ առողջապահական համակարգում։ Դրա համար դա ամենաթանկն է։ Դա չեն կարա ոչ մի գործարանում սարքեն։ Դա չեն կարա մի խոսքով առողջության համընդհանուր ապահովագրությունը ինչ խնդիր կարող է լուծել մարդկանց համար, ինչ խնդիր չի կարող լուծել եւ ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Հնարավորինս պարզ, ես գիտեմ որ դուք պարզ եք բացատրում, բայց այս ապահովագրությունը որ հիմա կա։ Այն ապահովագրությունը, որը ներդրվեց 26 թվականից գործում է։ Փորձեմ մի փոքր հերվից գալ, բայց էլի պարզ է, որ պարզ լինի, ավելի պարզ հնարավոր չի։ Եթե չեմ սխալվում 24 թվականին Հայաստանի Հանրապետությունը մինչև 30 թվականի համար Համաշխարհային բանկից վերցրել է $110 միլիոն փող առողջության համապարփակ ապահովագրությունը ներդնելու համար։ Ու ոչ թե գումարը արձերն վերցրել են, գումարը փուլերով պիտի գա։ Մի գործ պիտի ցույց տան նրանց, որ դրա համար գա ենթադրենք մի $10 միլիոն, հետո մյուս գործը ցույց տան մի $50 միլիոն, հետո մյուս գործը ցույց տան $5 միլիոն, դա այսպես փուլային պիտի գա։ Հիմա նստում երկար մտածում են մեր խելոքները, այս $110 միլիոն, եթե այդ ծրագիրը չիրականացնեն, 30 թվականին մարում է, պրծնում է, այդ գումարը կորում է։ Այսինքն վարկի հնարավորություն կա, վարկի ուշադիր, դա մենք փակելու ենք այդ փողը։ Վարկի հնարավորություն կա, որը ասել են կտանք։ Դե մերոնք էլ ուզում են այդ վարկը վերցրած լինեն, բայց ոնց։ Մտածում են, ասում դե պետվատվերը ունենք։ Բյուջեից տրամադրում ենք տրամը։ Եկեք այս սաղ պետվատվերի անունը դնենք ապահովագրություն։ Այն խելոքներին էլ համաշխարհային բանկում կզեկուցենք, որ ահա, այսքան մարդու մենք ապահովագրել ենք հանկարծակի մի օրում։ Այսքան մարդ ապահովագրել ենք, այսքան ֆինանս, բայց քանի որ այն փողը ուշ է գալու եւ գալու է ոչ թե որպեսզի հիվանդները ծախսեն, այլ վերապատրաստման, չգիտեմ, ծրագիրների ներդրման, մի խոսքով մեջ անելու համար, այսպես ասեմ, որտեղ ես ինքը չեմ հասկանում, այդքան փող որտեղից ծախսելու։ Ես այդ ծրագիրը ձրի կանեմ, ես չգիտեմ իրանք ինչ են անում։ Ձրի նկատի ունեմ, օրինակ արհեստական բանական, մյուս, դրա 10%-ով կարելի է ծրագիր իրականացնել։ Ես չգիտեմ, մի խոսքով։ Հիմա այս ներկա ինչ հեսօր կատարվում է, որոշեցին աշխատող մարդկանց վրա էլ 200,000 դրամից ավել։ Տարեկան դնել այդ, կներեք, ամսեկան դնել այդ 11000 դրամը եւ թոշակ կառուներին 65 լրացած անձանց, պետպատվերի շահառուներին անունը դնեն ապահովագրություն, համ ժողովրդին նախընտրական համոզում են, թե իբր թե ապահովագրություն են ներդնում, համ միջազգային պարտներներին համոզում են, որ իրանք գործ են անում այդ միլիոնները ժամանակնա, որ իրանք ուղարկեն։ Ու երև ենթադրում են, որ մինչև տարեվերջ
Այդ միլիոնները կգան, դրանց մի մասը գալու է։ Այսինքն ձեր կարծիքով եղածի համեմատ լրացուցիչ որևէ խնդիր չի լուծելու առողջության համընդհանուր ապահովությունը։ Հաշված եղածի համեմատ չէ, դա այն գումարներով չի արվում։ Լրացուցիչ այդ գումարը, որ ամեն աշխատողից տարեկան փաստորեն 130,000-ի, 120-ից 130,000-ի, 130,000 վերցնելու են ավել։ 130,000 ամեն աշխատող մարդուց վերցնելով ու ավել ինչ են տալի։ Եթե միջև այժմ խոցերի խմբերի համար է եղել, հիմա աշխատող մարդը գնում է պոլիկլինիկա, որևէ խնդիր է հայտնաբերվում։ Այն ժամանակ էլ պոլիկլինիկայում անվճար էր։ Չէ, պոլիկլինիկայում անվճար էր, բայց այս դեպքում պոլիկլինիկայից ուղղագիր է տրվում հիվանդանոց եւ արդեն հիվանդանոցում անվճար է։ Տասնյակ տարիներ այդ նույն աշխատող մարդը գնում էր իր ապահովագրական ընկերություն եւ Դե ոչ բոլորը ունեին ապահովագրություն։ Հա, իհարկե, համաձայն եմ։ Դա ուրիշ հարց է, քանի հոգի ունեին, ոնց ունեին, բայց իմ հիմնական ասելիքը հետեւյալն է. դուք որ գնում եք այդ փողերը որ ծախսենք, դրա դիմաց մենք ստանում ենք ապրանք, առողջություն, ծառայություն, առողջություն ստանում ենք, թե մենք ստանում ենք վատնումներ, թե մենք ստանում ենք գլխառատ։ Ես որքան գիտեմ, հաթեթի մեջ նաև մտնում է տարին մեկ անգամ հետազոտություն, որը ենթադրում է, որ պիտի կանխարգելի առողջական խնդիրները։ Կանխարգելիչ բժշկությունն էլ առանձին մի գործ է, մի առանձին ոլորտ է, որը եթե օրինակ սկսում էին կանխարգելիչ բժշկություն, ուրեմն սկսում էին կանխարգելիչ բժշկություն։ Հիմա լուծում են մեր լրացուցիչ վճարած գումարների դիմաց մի չնչին ի պատասխան մի չնչին դրական տեղաշարժ ապահովելով միևնույն ժամանակ 110 միլիոն դոլարի վարկի հետ կապված համապատասխան կառույցներին միջազգային բանկի համոզելով որ մենք գործ ենք անում մեզ փող տվեք մարդկանց կներկայացնեք իրենք ինչ են ստանալու եւ ինչ չեն ստանալու ինքը կարա գնա պոլիկլինիկա ծրի պոլիկլինիկայում եթե ցուցում են տալիս այդ ցուցման հիման վրա ինքը գնում է որոշակի հետազոտություններ անցնում։ Առողջապահություն նախարարը ասաց, որ մարդը կարող է ինքը ընտրել հիվանդանոցը։ Ինքը չի կարող գա այսօր Մանասյան Հայկի մոտ ու ստանա ծառայություն ապահովագրությամբ, այն ապահովում, թե ինքը դրա համար վճարել է։ Ինչու՞։ Որովհետև այդպես է սահմանած Մանասյան Հայկի հետ նախապես պայմանավորվածություն չկա, կոլեգաների հետ չկա, կա որոշակի շրջանակ։ Այսինքն ձեր հիվանդանոցը չունի պայմանագիր։ Չէ, ես մասնավոր պրակտիկա եմ անում։ Պացիենտը ուզում է գնա իր բժշկի մոտ, դա հիմնարար իրավունք է։ Ապահովագրության շրջանակներում պոլիկլինիկայում իրեն տվեցին ուղղակի ինքը կարող է գնալ ցանկացած հիվանդանոց եւ ցանկացած բժշկի մոտ։ Այդպես է թե այդպես չի։ Ոչ, ցանկացած բժշկի մոտ չէ, ցանկացած հիվանդանոց, այո։ Պացիենտը չի ուզում հիվանդանոց գնա։ Ուզում է մասնավոր բժշկի մոտ գնա։ Ուզում է մասնավոր կենտրոն գնա։ Բժիշկը որևէ հիվանդանոցի չի աշխատում։ Չէ, առանձին աշխատում է։ Առանձին աշխատում, ինքն իր կլինիկայում աշխատում է։ Այսինքն դուք պիտի պետության հետ պայմանագիր ունենաք, որպեսզի պացիենտը հնարավորություն ունենա ձեզ մոտ գալու։ Պացիենտը մի հատ պիտի գնա պոլիկլինիկա, ինչի պիտի նա գնա պոլիկլինիկա։ Ասում եք, չէ, ընտրի իր ուզած բժիշկին։ Բախի նա պիտի գնա պոլիկլինիկա։ Դե պոլիկլինիկայում իրեն պիտի ասեն, դու ունես Մանասյան Հայկի Մանասյան Հայկը չի կարող ասի։ Մանասյան Հայկը ավելի վատ է որոշում, հա, իր կարիքն զգում են թե չէ, պոլիկլինիկան պիտի որոշեն, Մանասյան Հայկի կարիքը կա թե չէ։ Այսինքն դուք կարծում եք, որ լրացուցիչ ընթացակարգ է պոլիկլինիկա գնալու։ Իմաստը, ինչի դա մի անգամից չի գալի մոտ։ Միգուցե ինքը որոշի, որ ձեր կարիքն ունի, բայց պարզի, որ գալիս է, ասում ես իմ կարիքը չունես, գնում ես այլի մոտ։ Պոլիկլինիկան ինչ անում։ Թիրախային ուղղորդում են դա, որտեղ դու թիրախային ուղղորդում։ Այսինքն դուք համարում եք, որ պոլիկլինիկա, ասում է դու պիտի գնաս նյարդաբանի մոտ ենթադրենք, չէ։ Հիմա պատկերացեք սխալման եղել է մարսողական համակարգի բժշկի մոտ, նույն ձևի ասում է պիտի գնաս նյարդաբանի մոտ։ Ինչի պիտի նա գնա պոլիկլինիկա։ Այսինքն դուք համարում եք, որ դա լրացուցիչ ընթացակարգ է եւ լրացուցիչ միջոցների վատում։ Ես համարում որ այս պիտին, որ պիտի գնա պոլիկլինիկա, արդեն չի նշանակում, որ նա ազատ է ընտրելու իր բժշկին։ Եթե նա պիտի գնա պոլիկլինիկա, ուրեմն նա ազատ չի ընտրելու իր բժշկին։ Ես պոլիկլինիկայի դեմ չեմ։ Քավլիցի պոլիկլինիկայի գոլեգաներ ջան, ձեր ցավն եք տանեմ։ Ես պոլիկլինիկայի դեմ չեմ, ասում երբ որ ասում են նա ազատ ընտրել իր բժշկին, ուրեմն նա ազատ ընտրել իր բժշկին։ Ո՞վ ասես պիտի անպայման քո պետական հիմնարկդ գա։ Մի այլ օրինակ էլ բերեմ, հիվանդանոցների մասով մարդը զանգել է կոնսուլտացիա, ունի պոլիկլինիկայից թուղթ, զանգել եւ ասել է գալիս եմ X մասնագետի մոտ եւ իրեն ասել են այս մասնագետը պետպատվերի շրջանակում ծառայություն չի մատուցում։ Բայց որտեղ գրոշներ են տալի։ Չէ, այսինքն դա նշանակում է, որ այս դեպքում էլ ազատ չի ընտրության։ Իսկ ինչու է, որովհետև այդ մասնագետը բաժնի վարիչ է եւ իր մոտ կոնսուլտացիան արժի 20,000 դրամ։ Եթե պետպատվերը նախատես հիմա արդեն ապահովագրությունը, հեսա շատ արագ կդառնա պետպատվեր, կտեսնեք։ Ուրեմն այս ապահովագրությունը որոշել է, որ 10,000 դրամ արժի այդ գործը, հա։ Այս մարդն էլ 20,000 էր կոնսուլտացիան։ Աշխարհում միակ վերջի բժիշկը չի ինքը։
Բազմաթիվ գոլեգաներ ուզում ես իրան, այդ կոպիտ ասած ուզում ես տաքսի կանչես, որ Mercedes գա հետ, Maybach գա հետևից։ Ուղղաթիռ ես ուզում տաքսի կանչես, չես ուզում վճարես, ասում ես բախի։ Դե որովհետեւ։ Չէ, բայց այդ դեպքում գոնե ինչ որ տարբերակ մտածեն, որ լավ, դիցուկ մարդու մոտ 20000, այդ մյուս 10000-ը մարդը վճարի, բայց կարողանա իր մասնագետի մոտ գնալ։ Դրա համար պետք է մի բանալի բառը մտածելներ։ Այս մարդիկ մտածել են ոնց միջազգային բանկին շատ արագ համոզեն, որ իրենց այդ 110 միլիոնը սկսեն վճարել։ Եվ մտածել են նախընտրական շրջանում ոնց ժողովրդին համոզեն, որ իրենք իբրև թե աշխատանք են անում, իրենք աշխատել են։ Այս մարդիկ ուրիշ բան են մտածել, չեն մտածել ոնց անեն, որ լինի որակյալ, հարմար, արդյունավետ։ Այս մարդիկ մտածել են ոնց անեն, որ երկու ուղղությամբ եւ միջազգային արտաքին եւ ներքին ուղղություններով ոնց համոզեն, տպավորություն գործեն, իրենց գործը անձնական նեղ խմբային շահերը առաջ գցեն։ Իսկ ինչ լավ բան կա։ Ինչ որ մի կետ, որ մարդը կարող է հիմա լսել եւ կիրառել։ Շատ հետազոտություններ կան, որոնք առաջ հատկապես որոշակի ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց համար անհասանելի էր, հիմա կարող են գնան իրենց պոլիկլինիկա եւ իրենց ուղղորդեն։ Այսինքն լավ բան կան, ես որ լավ բան չկա։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ լավ բանը մեր աշխատավարձերից գնացող այդ տարեկան 130,000 դրամի դիմաց է։ Հանգարց մի շփոթեք, շնորհակալության հասցեատերը ուղղեք դեպի մարդիկ, ովքեր մեզանից այդ 130,000-ը տանում են։ Շնորհակալության հասցեատերը մենք ենք, ու մենք այս գործը շատ ավելի լավ կանեինք։ Ես այլ բաներ տեսա, ասում է օրինակ դեղերը, որոնք անվճար պիտի տրամադրվեն, կարծում եմ որ չկան այդ դեղերը։ Հետո երբ պատրաստակամություն ես հայտնում վճարելու, սա գլխառատ արած ծրագիր է։ Չէ, դուք բախվել եք այդ խնդիրներին։ Ես չեմ, իմ մոտ չի գալի այդ ապահովագրված մասնավոր ապահովագրությունը գալիս է, վճարում է, գնում փոխհատուցումը ստանում է։ Իմ աշխատանքի դիմաց վճարում են միայն պացիենտները։ Ու այս դեպքում էլ, եթե նույնիսկ ես ինտեգրվեմ համակարգին, մի հատ այդ գումարներից պետք է վճարեն նրա համար, ով որոշում է, որ ինձ մոտ պետք է պացիենտը գա։ Մի հատ էլ առանձին ինչ վճարեն, ու էլի որոշակի սահմանափակությամբ, որ մի խոսքով այդ ամեն ինչը ինքը առողջություն ունենա։ Այդ մարդը առողջություն ունենա։ Մի գործը երկուս են սարքում, մի ծախսը երկուս են սարքում։ Քննադատում եք, ինչ եք առաջարկում դրա փոխարեն։ Ասեցի, օրինակ արհեստական բանականությունը, նեղ մասնագիտական, համատարած դառնում է կիրառություն։ Սա առաջին, երկրորդը ասոցիացիաները որակ են վերահսկում, ասոցիացիաներին տրվում է բժշկին լիցենզավորելու լիազորություն։ Մասնագիտական ասոցիացիաները լիազորվում են լիցենզավորել բժշկին։ Նրանք են որոշում այդ բժիշկը ի վիճակի է աշխատելու, թե չէ։ Վաղն էլ որ մի բան լինում է, այդ ասոցիացիաներից են պատասխան պահանջում։ Սա էլ երկրորդ։ Երրորդ, ապահովագրական համակարգը, որպեսզի լինի որակյալ, պետքա ոչ թե այսպես համընդհանուր անել, ինչքան շատ մարդ այնքան լավ, որովհետև ինչքան շատ մարդ այնքան անորակ, այլ պետքա անպայման որակի վերահսկողություն լինի հետևյալ կերպ։ Վերցնում ենք, ես առաջարկել եմ, հիմա էլ առաջարկում եմ, առաջի հերթին վերցնում ենք օնկոլոգիան, ուռուցքաբանությունը, որովհետև ամենախոցելի շերտն է։ Այսինքն առանձին հիվանդությունների կտորը։ Կարելի ասել հիվանդությունների։ Կոպիտ ասած, տեսեք, դուք հիմա ավտոմեքենան ապահովագրել են, դուք վթարից ապահովագրել եք, բայց ենթադրենք առևանգումից չեք ապահովագրել, կասկո չեք արել, չէ՞։ Ինչ որ մի պրոբլեմի համար է կոնկրետ ապահովագրել, որպեսզի աստղաբաշխական գումարներ միանգամից չհավաքես, օրինակ ուռուցքաբանական դեպքերը, սկրինինգ, դիագնոզ, բուժում, ճառագայթ, վիրահատություն, քիմիա, ամեն ինչ վերցնում է ապահովագրություն իր վրա, ամեն ինչ։ Բառը լսվեց ուռուցք, այլևս ապահովագրված է։ Միչև սա էլ այդպես չէր։ Ոչ։ Քիմիա ինչ որ տոկոսը տալիս են, ասած դու ես անում։ Վիրահատությունը փոխհատուցում են, ճառագայթը կա պետպատվերով եւ կա մասնավոր, ընդ պետք է բանը հերթ կանգնես ամիսներով, այնտեղ պետք է։ Մի խոսքով ահագին նրբություններ կա եւ լուրջ քիմիոթերապևտիկ բուժումներ կան, որոնք չի փոխհատուցվում եւ սկրինինգային ծրագիրն էլ ըստ էության գրեթե լավ մի 20-30%-ով սկրինինգներ են անում, են մնացածը բացի թողի վիճակում է։ Այն դեպքում, երբ որ նորմալ սկրինինգ անես, պրոֆիլակտիկան անես, քո ամբողջ հիվանդների կեսը էլ հիվանդ չի, այդ ամբողջ փողերը կարաս ուրիշ բանի վրա ուղես։ Համ մարդկանց նյարդերը, համ առողջությունը, համ ֆինանսները, համ ժամանակ, ամեն ինչ խնայվում է, եթե նորմալ սկրինինգ անես։ Բայց նորմալ սկրինինգ կանես այն ժամանակ, երբ որ քո գրպանից ես վճարում, չէ, վիրահատելու համար։ Եթե որևիցե ֆոնդ
Դա կապ չունի ինչ ֆոնդ է։ Լավ կլինի, որ մաքուր միայն պետական կամ միակենտրոն չլինի։ Եթե մի ֆոնդ վճարում է վիրահատության համար, քիմիայի համար, ճառագայթի համար, ու դրա փոխարեն ինքը կարա այդ 10% այդ ամբողջ վճարի ու կանխի այդ ամեն ինչ, այդ բոլոր ծախսերը։ Ինչ է կարծում, ինչ կանի այդ ֆոնդը։ Սկսի սկրինինգ անել։ Մինչև վճարողի վրա չդնես պատասխանատվությունը, սկրինինգը էսենց իրական սկրինինգ, էլի տեղը տեղին չի իրականանա։ Սա մեկ, սա որոշակի գումարով արեցինք, մի քանի հիվանդանոց են, որոնց հեշտ կարելի է վերահսկել, ճիշտ են անում, թե սխալ, ապացուցողական բժշկությամբ են անում, թե ոչ։ Ամեն պոլիկլինիկա մի մասնագետ է ընդհանրապես պատրաստում ուռուցքային իր ռայոնի, իր շրջանի, իր տեղամասի ուռուցքայի վերահատված կամ ուռուցքային հսկողության տակ լինող մի մասնագետի վերապատրաստումը, բարդ բան չկա դրա մեջ։ Արդյունքում ամբողջ այդ համակարգը փակեցիր, ծայրից ծայր, որակը բարձր, ֆինանսական հարցերը լուծված, վերահսկողությունը կա։ Հիմա երկրորդը գնում ենք ենթադրենք դիաբետ, շաքարային դիաբետ եւ ենթադրենք վահանագեղձի խնդիրներ, այսպես ասած զոբ։ Սկսում ենք սա ընդգրկել։ Ապահովագրակ այդ ամեն ամիս հավաքվող փողերը մի քիչ ավելացան։ Էս նորից այդպես պերիֆերիայից, այսինքն պոլիկլինիկանից, միջև մասնագիտական կենտրոններ, էս ֆինանսավորում։ Մի տարվա մեջ էլ այս հարցը լուծեցիր։ Անցնում ես 2 տարվա մեծ ծրագիր, սիրտանոթային, ահռելի ծրագիր է։ Սիրտանոթայինն ես անում։ Մի քանի տարում քայլ ամեն ոլորտը, այսպես ոսկերչական նրբանկատությամբ բերում հավաքում ես ապահովագրություն։ Եթե հիմա եղածի մասին խոսենք նորից, մարզերում ինչպես է գործելու այս համակարգը։ Նախ մենք չենք որոշեսկի, մենք մարզերում ինչ աստիճանի բժշկություն ենք թողնում եւ ինչքանն է տեղափոխվում մարզկենտրոն կամ ինչքանն է տեղափոխվում մայրաքաղաք։ Մենք նույնիսկ այդ հարցը որոշած չի։ Այսինքն եթե թողում ենք ազատ շուկան որոշի, շուկան Երևանը քաշելու է, ամեն ինչ քաշելու է։ Այսօր ինչ է Շիրակցին գալիս է Երևան աշխատի բժիշկ, Շիրակցի բժիշկը։ Շիրակցին Գյումրիից գալի հասնում է Երևան, որ Շիրակցի բժիշկի մոտ բժշկություն ստանա։ Սյունեցին գալի հասնում է Երևան, որ Սյունեցի բժշկի մոտ բժշկություն ստանա։ Չէ, բան ասացի։ Հիմա ստացվում է ինչ, մենք քամել ենք այդ մարզային պոտենցիալը, համ մտավոր, համ առողջության որակի հետ կապ։ Բերել լցրել ենք Երևան ու թանկացրել ենք։ Երևանում կյանքը թանկ է։ Այդ նույն մարդիկ, այդ նույն Սյունեցին, իր պացիենտն ու բժիշկը կամ նույն Շիրակցին, իրանք կարող են այնտեղ շատ ավելի չափավոր ծախսերով իրենց այդ նույն համագործակցությունը։ Այսինքն գյուղում ապրող մարդը չի վստահում իր գյուղի պոլիկլինիկան, բայց դա էլ բացատրություն ունի, չէ՞։ Չէ, ոչ թե չի վստահում, այլ խնդիրների աստիճան կա, պոլիկլինիկան քո չի կարա բոլոր հարցերը լուծի։ Պոլիկլինիկան կարող է մի հատ նորմալ կոնսուլտացիա անի, լավ, ամենաշատը մի հատ է լաբորատոր քննություն։ Էլ ինչ անի պոլիկլինիկան։ Հա սոնոգրաֆիա կարա անի, դա էլ կախված է մարդուց։ Մարզ կենտրոնները պետք է որոշակի աստիճանի առողջապահական սպասարկում ապահովեն։ Դա նշանակում է բեռնաթափել Երևանյան որոշակի կլինիկաներ։ Ձեր տալիս այդ կլինիկաների տերերին։ Այդ կլինիկաների տերերը ինչքանով են առողջապահության նախարարի կամ նախարարի շրջապատի հետ բարեկամական գործընկերային հարաբերությունների մեջ։ Շահերի բախում կա թե չկա։ Ավելին ասեմ, հիվանդանոցի տնօրենները եղել են առողջապահության նախարարներ։ Մի քանի։ Այսինքն ոնց կարար ինքը իր հիվանդանոցը Երևանում աշխատի, ինքը մարզերի համար լավ առողջապահություն, հզոր առողջապահություն զարգացնի։ Հնարավոր է։ Թեկուզ մի ուրիշ կողմն էլ ասեմ հարցի, հանկարծ բան սխալ չհասկանաք։ Օրինակ, խոշոր հիվանդանոց Երևանում, մարզերում մի քանի կենտրոն է բացել, աշխատում է։ Բայց էլի վերջին հաշվով քաշել բերելու համար Երևան։ Եթե նա թողնի այնտեղ պացիենտին, այնտեղ էլ կմնա նաև բժիշկը։ Այսինքն միջև որոշակի փուլ է այնտեղ ծառայություններ մատուցում, հետո ասում է որ շատ ցածր որոշակի փուլ։ Ես միջև հիմա էլ եմ ասում, ինձ համար այդ հարցը, օրինակ հասկանում եմ, որ Սյունիքը չի կարա Երևանի հույսով լինի։ Ինչի, որտեղ տրանսպորտը խնդիր է։ Արագ դեպքերը, անհետաձգելի դեպքերը, Սյունիքը պետք է ունենա հզոր առողջապահական մի հատ կենտրոն գոնե ամբողջ Սյունիքի համար կամ լավ վայոց ձորն է կարա օգտվի մասնակի, բայց էլի ճանապարհների խնդիր կա էլի։ Շիրակը գոնե մի կենտրոն է, Շիրակը գոնե մի կենտրոն էլ Գեղարքունիքում պետք է լինի, Սևանի ավազանում, լավ մի կենտրոն էլ Լոռիում, Արարատյան դաշտում դե Երևանը ապահովում է։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում։ Ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Քաղաքականության մեջ պատրաստվում եմ ընտրությունների։ Ով է ուժեղ մարդը ձեր կարծիքով։ Այնքան մարդիկ կարան ուժեղ լինեն։ Եսի։
Մարդկա ուժեղա, բայց ծայրահեղ վիճակներում թուլանում։ Մարդկա թվում է թույլ, բայց ծայրահեղ իրավիճակներում շատ ուժեղ։ Երևի այդ մարդիկ են, ովքեր ծայրահեղ իրավիճակներում ցույց են տալի իրենց այդ ջիղը երևում է։ Ծայրահեղ իրավիճակներում ջիղը ցույց է տալի։ Այ երևի դրանք են ուժեղ մարդիկ։ Այսինքն սովորական իրավիճակում չես տեսնել ուժեղ։ Չէ, դա սովորական իրավիճակում դիմակներ են էլի։ Ով է խելացի մարդը։ Ով որ քիթը ամենտեղ չի խոթում երևի։ Բայց դուք ձեր ոլորտից ես խելացի չեմ։ Ինպես մարդը խելացի չի։ Մանկության մի դրվագ, որ մեծ ազդեցություն է ունեցել ձեզ։ Ոայ, շատ լավեր կան, վատեր կան, բայց հենց առաջինը հիշեցի Ախալքալակի անտառները, մեր գյուղի կողքի անտառները, ու այնտեղ մենք առավոտից իրիկուն խաղում էինք, լրիվ վայրի վիճակով։ Կամ տուն էինք գնում հաց ուտելու ընդամենը, կամ այդ հացնել էինք տանում հետներս։ Իմ համար դա ֆանտաստիկ երջանկություն էր։ Ինչով այն վրա ազդե, միջև հիմա ինձ չեն կարողանում համոզեն, որ տեխնոլոգիաները հեղաշրջում են մեր կյանքը։ Ես կարծում եմ, որ բաներ կան, որոնք երբեք չեն փոխվում, ասենք հաճույքներ կան, որոնք ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, երբեք այդ հաճույքները չեն փոխվելու։ Երբեք հին Հռոմից, անտիկ շրջանից, այն կրակի գյուտից սկսած մինչև հիմա հիմնական հաճույքները չեն փոխվում։ Այսինքն տեխնոլոգիաները մեր կյանքում կարան ինչ-որ լավ բաներ ավելացնեն, բայց մեկը հաճույքները մնալու են շատ པարզ, բնական, ֆիզիոլոգիական մակարդակում։ Մարդու կյանքի արդյունավետությունը ձեզ համար ինչ չափորոշիչներով է բնութագրվում։ Նայած այդ մարդը ինչ խնդիր է դրել առաջ։ Եթե այդ մարդը խնդիր է դրել, Շումպետերի մասին է ես վերջերս կարդում, ով ասել է ինքը շատ լուրջ փիլիսոփա, վերլուծաբան, տնտեսագետ, քաղաքագետ, Շումպետերը ասել է, ես 3 նպատակ ունեմ, լինել աշխարհի ամենահզոր տնտեսագետը, եթե չեմ ասում Ավստրիայի ամենալավ սիրեկանը եւ ամենաուժեղ աշխարհում ձիավարը, թեև ինքը իրոք գիգանտ է, հանճար է մտքի, բայց այդ մարդը տես նպատակներ է դրել առաջ եւ երբ որ իրեն հարցրել են, նպատակները իրականացան, ինքը ասել է 2-ը այո, մեկը ոչ, բայց չի ասել, որ մեկը չիրականացավ։ Ինչ նպատակ է այդ մարդը իր առաջ դնում։ Եթե այդ մարդը իր առաջ դրած նպատակները, անկախ նրանից մնացած առումով ինչա, հասել է երևի արդյունավետ ապրել։ Իսկ դուք ինչպես եք դատում, որ դուք նայում եք, ինչպես եք գնահատում։ Ես իրանով եմ դատում, ես իր արշինով եմ իրան դատում։ Ձեր արշինով չեք դատում։ Որտեւ իմ արշինը շատ ունիկալ է, որտեւ ես մարդկանց մի 80%-ից ավելին ինպես չեն ապրում ու չեն մտածում։ Ես հիմա որ ասեմ, ես չեմ ուրախանում քեֆերի ժամանակ, հիմա ես ոնց մարդկանց ասեմ, խեք դուք քեֆերի ժամանակ ուրախանում։ Ես չեմ ուրախանում։ Հարսանիքի ժամանակ իմ համար տարօրինակ է հարսանիքը, ընդհանրապես ծերից ծեր։ Ես չեմ ասում, եթե 1000 ներողություն, թեքնո որցը որոշել են, որ իրանք պետքա իրար հետ ապրեն, այնտեղ այն մնացած նով են ինչ են անում։ Ես չեմ հասկանում դա։ Եթե նրանք որոշել են, որ այսուհետ նրանք իրար հետ պետք է ապրեն։ Ոյլի լիքը բաներ ես չեմ հասկանում, որ մարդկանց համար շատ նորմալ ու սովորական է։ Դրա համար ես իմ արշինով չեմ կարա չափեմ ուրիշներին։ Ամենալավ խորհուրդը, որ ձեզ տվել են կյանքում։ Հա։ Չգիտեմ։ Իս տված խորհուրդները չեմ իմ կյանքը փոխել։ Գիտեք որը հիշեցի։ Երևի խորհուրդ չէ, բան տեսլեք, չէ, այդ խիզախ սիրտը, Храброе сердце, отважное сердце Մել Գիբսոնի։ Այդ կինոյի միացած դրվագ կա, երեխուն ասում է հայրը, ասում է դու ազատ սիրտ ունես, արիություն ունեցի հետևելու դրան։ Այդ ին վրա այնքան լուրջ է ազդե։ Ես միշտ դա մտածել եմ, ես հիմա հետևում եմ սրտիս, թե շեղվել եմ։ Հետի այ համար դա շատ կարևոր է, շատ։ Հա, փորձում եմ, որովհետև դա դու քո սրտին չես հետևում, դու ամբողջ բնությանն ես հետևում։ Դու բնության հետ կապ, մենք միշտ մեզ տենում ենք առանձին բնությունը, տիեզերքը առանձին, դա տենց չի, մենք մեր ամբողջ գիտնականի դերում, հա, գիտնականը իրան առանձնացնում է օբյեկտը ուսումնասիրելու համար, բայց իրական կյանքում մենք այդ ամեն ինչի եւ սուբյեկտն ենք եւ օբյեկտն ենք, ամեն ինչն ենք։ Եվ մեր կոնտակտը այդ բնության հետ, դա այդ սիրտ ասվածով է։ Այդ սրտով ես դու կապված նրա հետ, եւ եթե դու նրա հետ հաշտ ես, դու սրտովդ ես հաշտ, ներսում ես հաշտ։ Եթե այնտեղ դու դիսոնանսի մեջ ես, նա քեզ ասում է, ինչ ես անում։ Դու ստեղ ես, դու սրտովդ ես այդ զգում։ Այսինքն դա ուղակի հուզականություն չի, դա քո բնույթն է, բնական ամբողջ բնության հետ քո կոնտակտն է։ Այտենց ես մտածում եմ, որ այդ կոնտակտը պետքա պահել, շատ կարևոր է դա։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը։ Տխուր բան հիշեցի, բայց մի մարդ կա, որ աշխատանք էր ման գալիս, հորեղբորս մոտ դիմեց, ինքը փախստական էր, Բաքվի փախստականներից էր։ Երբ որ եկավ, ինքը վերարկուել չուներ, ինքը սպարտիվկայով էր, ցուրտ ձմեռ, ինքը սպարտիվկայով էր, բարակ սենց պլաշի մատերիալ սպարտիվկա էլի, տաքություն չէր։
Մի խոսք ինքը ինքան էր ուզում այդ աշխատանքը, ու ինքը պետքա դիզվառելիք ծախեր եւ բենզին։ Իրան ասել էին, որ գիծը ճիշտ կանես, հանկարծ չխափես, սուտ չանես, որտեղ փրփուրը տալիս էր, դույլերով էին ծախում այդ ժամանակ 90-ականներ, 93 թվականն եմ ասում։ Դույլերով էին ծախում, ուրեմն գիծը փրփուրը բարձրանում է, դու կարող ես խափել էլի փրփուրով։ Փրփուրը հասնի գծին, հա, այս դիզ վառելիքն էլ դիզելը, սալյարկան, այնպես փրփուր էր տալի։ Ուրեմն այս մարդը լցնում էր այս դույլի մեջ, հետո ծնկի էր գալի դույլի առաջ ու փչում էր, որ այդ փրփուրը լրիվ մարի, որ գործատուն համոզվի, որ ինքը ազնիվ է աշխատում։ Ես երեխա եմ եղել այդ ժամանակ, դա երևի իմ կյանքի ամենաազդեցիկ տեսարաններից է, որ ես էդի շատ եմ հիշել, շատ։ Ես էդի ինչ աստիճան պիտի մարդը լինի։ Ընտանիք ուներ։ Այո, նա ընտանիք ուներ։ Ընդունեցին աշխատանքի։ Հա, իհարկե ինքը երկար է աշխատել, ինքը շատ երկար աշխատեց, բայց ես հիշում եմ այդ սկիզբը, որ ինքը վստահություն ձեռք բերելու համար ինչի էր պատրաստ։ Իմ համար այդ շատ տեսեք, ես հասկանում եմ, որ կապիտալիզմը դա ամենաճիշտ տնտեսական համակարգն է եւ մանավանդ կապիտալիզմը որոշակի, այսպես ասած, պայմաններ ֆիքսելուց հետո, հա, այդ առանձին թեմա է։ Բայց այդ պատկերները իմ հոգին այլայլում են նման թեմաներ քննարկելուց տնտեսական բնույթի, սոցիալական արդարության, հավասարության, մարդու տաղանդի պատճառով վիճակի կամ մարդու շնորհքով այնք այդ վիճակին, այս բոլոր հարցերի մեջ ինչ էլ խոսամ, ես հիշում եմ, այդ մարդու անունը չեմ ուզում տամ, որովհետև կարող է վեդեցիները ճանաչեն, բայց դա այդ ամեն դույլի վրա ծնկի գալ ու փչել այդ փրփուրը, որ այդ ու այնպես որ հորեղբորս գլխին կանգնած էր, ինքը ուղակի ուզում էր ապացուցեր, որ ինքը ազնիվ է աշխատում։ Երբ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Մի քանի հոգի կան երևի աշխարհում, որ ինձ հետաքրքիր է իրանք ինչ են մտածում։ Մնացածը ես կարծում եմ կամ չեն հասկանում, եթե վատ բան են մտածում, ուրեմն չեն հասկանում իրանք։ Կամ եթե հասկանում են, ես ինձ թվում է տենց իրանք էլ իմ արջինով ինձ կչափեն էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։